Շնորհակալություն։ Սրբազան փաստացի ժողովուրդը թույլ չտվեց, որ երկու անգամ ձեզ տանեն։ Դուք Շորտ մի գոռացեք։ Սրբազան ժողովուրդը երկու անգամ փաստացի թույլ չտվեց, որ դուք գնաք, 3 անգամ, բայց դուք ցանկանում եք գնալ։ Հիմա եթե ժողովուրդը էլի թույլ չտա, որ դուք գնաք քննչական կոմիտեին, ինչ եք անում։ Կխնդրեմ, որ թույլ տա։ Հիմա դուք եք ընդդիմանալու ժողովրդի կամքին։ Որովհետև նախ շնորհակալություն բոլորին այն պահվածքի համար, որ ցուցաբերեցիք, խորապես շնորհակալ եմ եւ անձնապես եւ իբրև հոգեվորական, բայց իրենք հասկացան, կարծում եմ, որ գոնե իրենք այս բանով հասկացան, ինչի համար եմ սա ասում, ինչպես տեսնում եք, վարույթը ձեռնարկվել է ամսի 17-ին, իսկ կարող էին շատ հանգիստ, շատ մեգուսի ձերբակալել ամսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին եւ մինչեւ 26-ը ներառյալ։ Բայց իրենք կամ գիտակցաբար, կամ անգիտակցաբար, ես ավելի հակված եմ առաջինին, որ ցույց տան նաեւ իրենց ուժը մայրաթորի պատերիցներ, իրանք չպիտի որ չիմանային օպերատիվ տվյալներ չունենային, որ այսօր նախատեսված է քահանայից ժողով, եւ դժվար թե չիմանային, որ ես արդեն քանի տարի է, 20 տարուց ավել է, այդ քահանայից տարեկան ժողովի կոորդինատորն ու պատասխանատուն եմ եւ նախագահ Վեհապար Հայրապետի կողքին ադենապետն եմ։ Շատ լավ գիտեի, բայց ինչու համար որոշել էին ամսի 27-ին այստեղ այդ մասկի շոուն կազմակերպեցին, չստացվեց, շնորհակալ եմ ինչպես ձեզ, բոլորի քահանաներին, ժողովրդին, իմ հոգևոր եղբայրներին եւ Վեհապար Հայրապետին, իմ մասնավորի իր հայրապետական բարձր պահվածքի համար։ Հիմա իրանք հասկացել են եւ նահանջել են։ Եվ դրա համար ավելորդ է այլևս թույլ տալ, որպես իրենք երկրորդ ինչ որ հարցակումը թույլ տան եւ երկրորդ անգամ պղծեն մայրաթորի հոգեպարար, հոգևոր մթնոլորտ։ Ես որևիցե բանից չեմ վախենում։ Այս մեղադրանքը բացարձակ շինծու ապօրինի մեղադրանք է։ Ես երբեք չեմ թաքնվել, երբեք էլ չեմ խոսապել, իմ ասածներից էլ չեմ հրաժարվում, ասել եմ, լավ եմ արել եւ պիտի շարունակեմ նույն ոգիով։ Եվ հիմա միակ խնդրանքս է, որ թողնեք, որպես ես նստեմ մեքենան եւ մեր սիրելի փաստաբանի հետ գնամ քննչական